70 թվականին հայրս գլխավոր մասնագետն էր հանրապետության, նա ուզում էր բարձրակարգ հիվանդանոց ունենա։ Եվ նախարարության հետ միասին որոշեցին կառուցեն նոր հիվանդանոց։ Հայրս այս հիվանդանոցը կառուցեց, 2 ամսից հետո մահացավ։ Մեծ պլաններ ուներ այդ հիվանդանոցի հետ։ In 1992, they were having a lot of problems in Armenia. Karabakh was in very bad shape. Hospitals had been bombed. The main country of Armenia was being overwhelmed by patients that were coming from Karabakh. Առաջին հարվածը մենք ստացանք։ Սկզբից երկրաշարժի, հետո դրան հետևող պատերազմի։ When I first went, all of the equipment was decrepit. Սկսեցինք միասին աշխատել ամենադժվարին տարիներին, երբ որ ոչ ջուր կար, ոչ էլեկտրականություն կար։ We would be in the middle of a surgery and all the lights would go out. Պահանջը գիտելիքն էր, որ իմանայինք, թե ոնց է արվում, ոնց է արվում քաղաքակիրթ երկրներում։ The fellowship program was to bring the Armenian doctor over to America for a year-long training. Դրանից հետո պետք էր իրենց ապահովել սարքավորումներ։ As I promised all of the fellows, when they came back, they would have all the equipment that they needed. Մինչև այսօր ես բացարձակ ամենալավ երազում չէի տեսնի այն ինչ որ հիմա կա։ In former days, patients who had very difficult cases would be sent out of the country. Ես տարեկան 250-300 մարդ ուղարկում էի պաշտոնական Մոսկվա։ Ստորագրում էի եւ ամեն ստորագրությունը իմ սրտիցս արուն էր կաթում, որ ես մասնագետ լինելով հանդերձ հանձնվում եմ։ Դա ինձ համար տանջանք էր։ Իսկ հիմա ոչ թե մենք ուղարկում են, մեր մոտ են գալիս։ Դա է իսկությունը։ A special thank you to Dr. Alex Malayan, who together we had the concept of doing this. So it's very, very gratifying. My partner, Alex Malayan. Երբ որ հայրս մահացավ 53 տարեկան էր, 30 տարի անընդմեջ մեջ իր մահվանից հետո, ամեն օր հիվանդանոց գնալուց, դե ես այն ժամանակ շատ էի վիրահատում։ Ինձ թվում է, որ օպերացիան այն ծայրը նստած է, այն անկյունով։ Ես իր հետ հիվանդանոցում աշխատել եմ 2 ամիս։ Այդ բացը փակվեց այդ տարիների ընթացքում։ Իսկ այդ տարիների ընթացքում Ռոջերն էր կողքս։ Ես իրան դրա համար անչափ շնորհակալ եմ։ Ես շատ ուրախ եմ։ Եվ հայրս ուրախ։